Վերջապես հոգիս ներսից խաղաղվեց, սրտից զարկերին նա հանգիստ տվեց, ու այսպես հանգիստ հետս զրուցեց. Հիմա խաղաղված գործերը տարա, ոչ ոք քեզանից էլ չի նեղանա, ոչ մեկի առաջ դու մի խեղճացի, ազատ կամքովդ հիմա արարիր, սիրտդ ուզում է լուր ձայնին լսիր, ասա ու խոսիր, էլ մի ամաչիր, ամոթխած մարդիկ իրենց ճնշում են, թե մեկը հանկարծ իրենց չի սիրի, եթե իր սրտի ուզածը չանի, հապա ուր մնաց եսը բարձրագույն, որին տրված էր մեզ ղեկավարի, անտես թելերով լուր կառավարի, բարձրագույն եսը վերևում նստած, շատ զգուշությամբ վերից հետևում, սխալ քայլերին հուշում է տալիս, թեթև ապտակով մեզ դաս է տալիս, սխալը կզգանք, էլ չի կրկնվի, սխալի հետևանքն իսկույն կչքվի, բայց թե ապտակից չենք զգաստանա, սխալը եթե կրկնակի դառնա, տրված ապտակը էլ կավելանա, ցավերը այսպես շլակած տանում, դեպի անդունդն ենք կամաց գլորվում, քանի ջահել ենք, լավ չենք հասկանում, տրված ցավերից չենք զգաստանում, զգանք որտեղից ցավեր ստացանք, բարձրագույն եսից հեռու սլացանք, բարձրագույն եսը միևնույն է կա, գիտակից հոգին քնած է հիմա, երբեք չի զգա, եթե չարթնանա, գիտակցությունը եթե արթնանա, քնած բջիջներ ներսում խլվլան, ուրախ հոգին էլ իսկույն կամրանա, բարձրագույն եսից հաճույք կստանա, լռություն գտիր ու սրտիդ լսիր, սրտիդ ուզածին իսկույն դու հասիր։